Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Աուտիզմը ամբողջ կյանքի համար է։ Պարզապես մենք մեր վերաբերմունքն ենք փոխում տվյալ երևույթի նկատմամբ, երբ ապրում ենք դա։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց բոլորս էլ հավասար ենք եւ ուրեմն հավասարի աչքերով նայենք բոլորին, այդ թվում աուտիզմ ունեցողներին։ Ես մայր եմ եւ մայրությունը ինձ ամեն օր սովորեցնում է ունենալ մեծ էմպաթիա եւ զգայունություն բոլոր տեսակի մանուկների հանդեպ։ Աուտիզմը հիվանդություն չէ։ Աուտիզմը ապրելակերպ է ընտանիքի համար։ Ես քայլում եմ աուտիզմի աշխարհում փոքրիկ ձեռք բռնած։ Երբ աշխարհը սկսեց խոսել աուտիզմի մասին, կարծես բացվեց նոր տիեզերք, լուր, առանձնացած, բայց ներկա։ Աուտիզմ ունեցող մարդիկ նախկինում մնում էին սխալ ընկալումների, անտեղյակության եւ խարանման պատնեշների հետևում։ Այսօր մենք գիտենք, աուտիզմը հիվանդություն չէ, աուտիզմն աշխարհը զգալու, ապրելու, հաղորդակցվելու մեկ այլ ձև է։ Բայց գիտենք արդյոք ինչ է պետք անել, ինչպես հասկանալ ու ինչպես օգնել աուտիզմ ունեցող երեխաներին։ Այսօր կփորձենք գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Միացեք ծնողական ժողովին։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, ուրախ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերն ու այսօր ծնողական ժողովում եք։ Ինչ գիտենք աուտիզմի մասին, երբեք առաջին անգամ լսել այս երևույթի մասին եւ երբեք առաջին անգամ առերեսվել դրա հետ։ Անի, խնդրեմ։ Իմ տղան 3 տարեկան էր, երբ մայրիկիս հետ ուղակի խոսելուց ինքը ինձ հարցրեց. «Միգուցե երեխան աուտիզմ ունի»։ Ու ես այդ ժամանակ Google-ում փորձում էի գտնել ինչ է դա, ինչ է իրանից ներկայացնում, եւ հետո առնչվեցի այդ խնդրի հետ, իմացա, որ իմ երեխան ունի աուտիզմ։ Եվ այդ օրվանից մենք ապրում ենք այդ աշխարհում։ Ճիշտ է, իմ տղան աուտիզմ չունի, բայց ունի առանձնահատկություններ, լինելով տարբեր վերականգնողական կենտրոններում, սկզբում նախնական այդ ժամանակ տեսա տարբեր առանձնահատկություններով երեխաներ, հասկացա նաև, որ աուտիզմը ինչ է, իրենից ինչ է ներկայացնում, հետագայում ինքս աշխատում եմ մանկավարժեմ եւ վերապատրաստող մենթոր, աշխատանքի բնույթով է շատ եմ շփվում տարբեր առանձնահատկություններով երեխաների հետ եւ ավելի խորությամբ եմ ուսումնասիրում, որպեսզի կարողանամ աշխատանքս ճիշտ կազմակերպել։ Հրաշալի է, Լենա, խնդրեմ։ Քանի որ Նարեկը երկրորդ բալիկս էր եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են զարգանում երեխաները, գիտեմ նրանց տարիքային առանձնահատկությունները եւ ինքս էլ մանկավարժ հոգեբան եմ մասնագիտությամբ, ես նկատեցի նրա մոտ տարյուկես հասակում եւ անհանգստացա, որ երևույթը հենց ինձ է վերաբերվում եւ սկսեցի համապատասխան քայլերը։ Հոգեբուժ, հետո արդեն վերականգնողական թերապիաներ։ Ես չունեմ աուտիզմ ունեցող բալիկ, բայց իմ շրջապատում բավական շատ են նման ընտանիքները, ովքեր ընտանիքում ունեն նման բալիկներ, առանձնահատկություններ ունեցող եւ քանի որ հարցը նաեւ վերաբերում էր իմ շրջապատին, հենց այդ ժամանակ ինձ հետաքրքրեց թեման ու հենց համացանցով փորձեցի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ ու հասկանալ առանձնահատկությունները նման բալիկների։ Փորձենք ձեր օգնությամբ հասկանալ, թե ինչ դժվարությունների են բախվում աուտիզմ ունեցող մարդիկ կյանքի տարբեր ոլորտներում, կրթություն, աշխատանք, որոնք են այն հիմնական մարտահրավերները, որ այս ախտորոշումը բերում է երեխային եւ ընտանիքին։ Աուտիզմ ունեցող մարդու համար շատ դժվար է ապրել մի հասարակության մեջ, որտեղ ընկալում են նրան որպես առանձնահատկություն եւ հաշմանդամություն։ Տարիների ընթացքում, երբ երեխայի հետ աշխատում ես, միակ նպատակը վերականգնողական աշխատանքներն են լինում, թերապևտիկ մոտեցումները, որը պետք է տանի երեխային ինքնուրույնության։ Սակայն կյանքի բերումով մենք տեսնում ենք, որ եթե մի ձևով ավարտում են դպրոցը երեխաները, ապա նրանք բախվում են շատ լուրջ խնդիրների, որովհետև այստեղ արդեն հասկանալի է նրանց մասնագիտական կողմնորոշումը, ուղղվածությունը եւ շատ երեխաներ, ովքեր ունեն աուտիզմ, արդեն երիտասարդներ, մնում են տանը եւ չունեն զբաղվածություն, չունեն այն կրթական միջավայրը, որտեղ կարող են կրթվել։ Դժվարությունը սկզբից թվում է, թե նախնական փուլում է, վաղ միջամտության հասակում է,
է, բայց ավելի դժվարը արժևում է դեռ, երբ որ մեր երեխաները 16+ են հասնում։ Սոցիալիզացիան իրականում մեզ մոտ շատ դժվար է։ Փողոցում քայլելիս եւ այլն շատ եմ ես լսում անդաստիրակ արտահայտությունը, կարծում եմ, որ չի կարելի ծնողին այդպիսի բան ասել, որովհետև մեր ամեն օրը պայքար է։ Մենք պայքարում ենք ամեն օր, որ մեր երեխան էլ սոցիալիզացված լինի, հասարակության լիարժեք անդամ լինի։ Ես դրա պատճառով անձամբ հրաժարվեցի տրանսպորտ երթուղային նստելուց, որովհետև ամեն օր բախվում էի մարդկանց հետ, ովքեր ուղղակի անտեղյակ են այս ամեն ինչից։ Քանի որ Նարեկն արդեն 18 տարեկան է, ես անցել եմ այդ բոլոր փուլերը եւ նույն ձևով կպատասխանեմ, երբ որ նա լիներ 2, 3, 4, 5, 6 տարեկան, շատ էմոցիոնալ ձևով էի ընդունում ցանկացած մեկի արձագանքը, աչքերի հառնելը եւ նույնիսկ անտարբերությունը կամ շատ հետաքրքրվածությունը։ Բայց այսօր կարելի ասել չեմ հանդիպում նման դեպքերի, որովհետեւ ես ինքս իմ վերաբերմունքը փոխել եմ իմ երեխայի նկատմամբ։ Ես մարդկանց չեմ նայում, ես ապրում եմ իմ համար եւ իմ երեխայի համար։ Նրան տանում ենք ամեն տեղ, ունենալով վարքային բավականին լուրջ խնդիրներ ժամանակին եւ մեծ աշխատանքներ իրականացնելով Նարեկի հետ առ այսօր, մենք բավականին լուրջ սոցիալիզացիա ենք իրականացրել Նարեկի հետ։ Նախ բոլորը ճանաչում են Նարեկին, գիտեն, որովհետեւ դրա մասին շատ ենք խոսել, եւ երկրորդ ես եմ փոխվել տարիների ընթացքում։ Աուտիզմը ինձ համար դարձել է ամբողջ կյանքի մի պատմություն, որտեղ ուղղակի ես արդեն առանձնահատկությունը չեմ տեսնում։ Ես ապրում եմ իմ երեխային երջանկացնելով եւ բացատրելով մարդկանց, եթե չգիտեն դրա մասին, թե ինչ խնդիր ունի եւ որը պետք է լինի նրանց վերաբերմունքը այս դեպքում Նարեկի նկատմամբ։ Ես հավատացնում եմ, եթե մենք մեր վերաբերմունքը փոխենք հասարակության նկատմամբ, հասարակությունը այլ ձևով է արձագանքելու։ Մենք պետքա փոխվենք, մենք պետքա բացատրենք, հասարակությունը չգիտի դրա մասին։ Ցանկացած հարցի վերաբերյալ հանրության վերաբերմունքը ձևավորվում է ավանդույթների, համոզմունքների, վախերի, տեղեկատվության առկայության կամ բացակայության եւ քարոզչության կամ դրա բացակայության ու մի շարք այլ գործոնների ազդեցությամբ։ Մի քանի րոպեում սպառիչ պատասխան տալ հարցին, թե ինչպես են մարդիկ մեր երկրում վերաբերվում աուտիզմին ու մասնավորապես աուտիզմ ունեցող երեխաներին, գրեթե անհնար է, բայց կազմել որոշակի պատկերացում կարելի է։ Փորձել ենք։ Աուտիզմը հիվանդություն է։ Ոչ, աուտիզմը զարգացման խանգարում է։ Կարծում եմ, հա, հիվանդություն է։ Դա զարգացման ինչ-որ մի թերություն կարող է լինել, բայց հիվանդություն չէ։ Չեմ կարող այդպես միանշանակ պատասխանել։ Հիվանդություն չէ, դա պարզապես յուրահատկություն է, որ երեխաներն ունենում են, առհասարակ մեծահասակները երեխաները ունենում են։ Այո, հիվանդություն է։ Ոնց է հիվանդություն չի լինի։ Ոչ, աուտիզմը հիվանդություն չէ եւ բացատրեմ ինչու։ Յուրաքանչյուր հիվանդություն ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ։ Բայց ցավոք աուտիզմով ծնվում են մարդիկ, երեխաները եւ աուտիզմը ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այդ բարձաբանումներով մենք չենք կարող դասակարգել, որ այն հիվանդություն է։ Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է։ Ճիշտ է, որ աուտիզմ ունեցող երեխաները վտանգավոր են։ Բացարձակ, եթե իրանց նկատմամբ ճիշտ ամենակարևորը ճիշտ մոտեցում ցուցաբերվի ու իրենց դաշտում իրենց ապահով զգան, իրենք երբեք որևէ մեկին չեն վնասի։ Վտանգավոր են որոշ բարականերում, այո։ Իրանք ընդհակառակ ավելի բարի են, ավելի ցանկացող են, հաստատ վտանգավոր չեն։ Անկեղծ ասած չեմ առնչվել երբևէ աուտիզմ ունեցող երեխաների հետ, միանշանակ չեմ կարող ասել։ Չէ, իրանք վտանգավոր չեն։ Այո, առանց գիտակցելով կարան գան նորմալ երեխային խփեն կամ կծեն։ Աուտիզմով երեխաները ունեն հաղորդակցման, շփման կարողությունների կամ հմտությունների բացակայություն եւ հաճախ սոցիալապես ոչ ընդունելի ձևով կարող են օրինակ այլ երեխայից վերցնել խաղալիքը, քաշեն, բրդեն եւ դա բացատրվում է նրանով, որ թե երեխան ագրեսիա է դրսևորում, այլ չունի համապատասխան հաղորդակցման լեզու, միջոց, որ սոցիալապես ավելի ընդունելի ձևով տվյալ երեխայից խնդրի։ Այստեղից կարող ենք անել հետևություն, որ ոչ, աուտիզմով երեխաները վտանգավոր չեն։ Ճիշտ է, որ աուտիզմ ունեցող բոլոր երեխաներն իրար նման են։ Ոչ, խանգարման աստիճանի եւ պահանջվող աջակցությունը տարբեր են։ Իմ շրջապատում տեսել եմ տարբեր վարքագիծ են իրանք դրսևորվում, չէ։ Կան ավելի հանգիստ, կան ավելի ագրեսիվներ, 90%-ով նման են։ ոչ, որոշ բալիկները կան, կարողանում են խոսել,
բառացիորեն շփվել խոսել, բայց կան բալիկներ, որ ընդհանրապես չեն կարողանում խոսել։ Կարող եմ ասել, որ չէ։ Տարբեր աստիճանի աուտիզմ ունեցող բալիկներ կան, որոնց մոտ արձանագրվում է տարբեր աստիճանի խնդիր։ Նման են, իհարկե նման են։ Քանի որ աուտիզմը ինքը համարվում է սպեկտր, դա ենթադրում է, որ մենք այստեղ ունենք ծանրության աստիճաններ՝ թեթև, միջին եւ բադ։ Եվ հենց այս ենթատեքստից ելնելով պետք է հասկանանք, որ տվյալ մարդիկ ունեն տարբեր կարողություններ, տարբեր աջակցության կարիքներ, նույնիսկ մասնագիտական տերմինոլոգիայում որքան աուտիզմով երեխա, այնքան տարբեր մոտեցումներ եւ այնքան տարբեր երեխաներ։ Հենց սա էլ դարձնում է, որ իրենք իրար նման չեն, շատ տարբեր են։ Դուք դիտում եք ծնողական ժողովը, այսօր խոսում ենք աուտիզմի մասին եւ մեզ միացել է Արբես առողջության կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանը։ Բարև ձեզ։ Կա տարածված պատկերացում, որ աուտիզմի ախտորոշումը հնարավոր է 3 տարեկանից սկսված։ Արդյոք այս մոտեցումը ճիշտ է եւ ինչու։ Տեսեք, ընդհանրապես ֆիքսված ժամկետ այդպես չկա, բայց ինչի են որոշում 3-ից հետո, որտեղ տեսեք, միանգամից մեկ անգամ դիտարկելով երեխային, դժվար է դնել ամբողջ այդ հստակ այդ ախտորոշումը։ Երեխային պետք է դիտարկել, կան տարբեր տեստեր, որով երեխան պետք է անցնի, ժամանակը պետք է սկսում են պարապել, վարժվել, նորից վերագնահատել եւ հիմնականում դա համընկնում է 3 տարեկանից ավելի բարձր երեխաների մոտ, բայց վաղ նշանները ավելի շուտ է կարելի տեսնել։ Եվ մյուս բանը 30 տարի առաջ որ դիմում են, գիտեք ինչպես, իրենք դիմում են, ես որ երեխայի տարիքը լինում է 3-ից հետո, 3.5-4 տարեկան եւ հիմնականում դիմում են, որ խոսքի հապաղում կա։ Եվ դրա համար ավելի շատ կարծեք այդ տարիքին տեսել երեխաներին, բայց այդ հստակ չի ժամկետը, բայց հիմնականում դա համընկնում է, որ շատ տեստավորումներ, հետազոտություններ անցնելուց հետո լինում է, որ մի տարի երեխան պետք է պարապել, տեսնել երեխային, գնահատել եւ վերջնական դնել այդ ախտորոշումը։ Նաեւ այսպիսի մի մոտեցում կա, որ նախքան վերջնական ախտորոշման գալը միևնույն է պետք է սկսել երեխայի հետ աշխատանքը։ Հետաքրքիր է հասկանալ ինչու եւ ինչ տիպի աշխատանք պետք է լինի։ Շնորհակալություն այդ հարցի համար, իհարկե դա շատ կարևոր է։ Սկսում են զբաղվել երեխայի հենց որ տեսնում են կարիքները, չեն սպասում ախտորոշմանը։ Գիտեք, ախտորոշումը կարող է 2 տարի հետո լինի, բայց դուք չեք կարող երեխան 2 տարի տնողը նստի տանը սպասի կամ չգիտի ուշ տանի, որտեղ ճարահատալ, որ մինչև ախտորոշումը գա։ Մենք պետք է գնահատենք երեխայի ըստ երեխայի կարիքների տարբեր ոլորտներով։ Աուտիզմի վերաբերյալ մենք կարող ենք խնդիրը տեսնել արդեն 3-4 ամսական հասակում։ Դա չի նշանակում, որ դրում է ախտորոշումն է դրվում, բայց մենք կարող ենք տեսնել շարժումներ, հայացք, որը հուշում է, ասում է, որ գիտեք ինչ-որ մի բանը ինչի, եւ դա կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Մենք պետք է կարողանանք ճիշտ կորորոշել մասնագետներից ինչն է պատճառը եւ ինչպես կարող ենք միջամտել։ Այնպես որ ինչքան շուտ ենք սկսում միջամտումը, չենք սպասում մինչև վերջնական ախտորոշում, այնքան ավելի շահում է երեխան եւ ընտանիքը։ Խնդրի հայտնաբերման, մասնագիտական թիմերի հետ համագործակցության եւ աշխատանքի եւ ակնկալվող արդյունքների մասին առաջարկում եմ խոսենք ծնողների հետ։ Մեծ հաճույք։ Համեցեք։ Այսօրվա քննարկվող թեմայի շուրջ բազմաթիվ հարցեր են կուտակվել, փորձենք բլից հարցերի եւ ձեր պատասխանների միջոցով ու նաեւ Տիկին Զաքարյանի մեկնաբանությունների միջոցով հասկանալ, գտնել հարցերի պատասխանները։ Մենք խաղ ենք խաղալու, հարգելի մայրիկներ, սեղանին դրված են ցուցանակներ, այո եւ ոչ գրություններով, կխնդրեմ վերցնել ցուցանակները։ Ես պետք է ընթերցեմ հարցեր, ակնկալելով ձեր պատասխանները եւ մասնագիտական մեկնաբանություն։ Եթե բոլորս պատրաստ ենք, սկսեցինք։ Աուտիզմի ուշ հայտնաբերումը ծնողների բաց թողումն է։ Կա 2 տարբերակ, եւս մեկ հարց ընթերցենք եւ միանգամից կմեկնաբանեք։ Աուտիզմի ուշ հայտնաբերումը մանկաբույժների բաց թողումն է։ Իհարկե, այստեղ ծնողի անուշադրությունը չի։ Եվ ես ասեմ, որ անգամ այսպիսի մի տեսություն կար, որը զարգացել է նահանգներում, ծնողներին, ովքեր ունեն աուտիզմ, երեք կոչվում են սառը ծնողներ են կոչվում, կամ սառած ծնողներ են կոչվում, որ իրենք շատ էմոցիաներ չեն ցույցում, երեխայի չեն զբաղվում։ Իհարկե, դա այդպես չի։ Ուղղակի ինքը չի ուզում տեսնել բա։ Կամ կողքից ասում են, չէ, ոչինչ կմեծանա կանցնի։ Եթե մանկաբույժներն է խոսքը վերաբերում, իհարկե մանկաբույժները շատ ծանրաբեռնված, իրենք պետք է ընդհանրապես 0-ից մինչև 5 տարեկան ներառյալ երեխայի գնահատում անեն։ Երբ 1 տարեկանից հետո տարին մեկ պետք է անեն, մինչև այդ ավելի հաճախ են անում, որտեղ դա զարգացման հետ է կախված եւ տարբեր ոլորտներում են անում։ Սոցիալական, ինքնասպասարկում, մեջարժողական, մանրաշահ խոսք, լեզու եւ սոցիալական հարաբերություններ։ Բայց հարցը գիտեք ինչ, մինչև 1 տարեկան, 1.5 դեռ որ
վակցինացիան կա, այդ պատվաստումները միշտ այդպես են արել, որ գոնե այդ ժամանակ ծնողը բերի երեխային գրաֆիկայով գոնե անեն, բայց երբ որ պատվաստումները ավելի այդքան հաճախ չեն, ավելի ենթադրում մի քանի տարի 1-2 տարի, ծնողը չի դիմում մանկաբույժին, որպեսզի գնահատվի երեխայի զարգացումը։ Ուղղակի դիմում են մանկաբույժները, երբ որ երեխան ջերմություն է ունենում, հազում է, չգիտեմ, դու սոմատիկ վիճակների համար եւ այդպես բարձի թող է լինում երեխան։ Երկկողմանի կարծեք, բայց որ ծնողն է մեղավոր, չէ, ուղղակի նա որ պետք է տանել, ամեն դեպքում պետք է տանել երեխային գնահատել։ Շարունակենք, մայրիկներ ուշադիր եղեք, հարցն այսպիսին է. աուտիկ սպեկտրի խանգարման կասկածի դեպքում կարելի է դիմել զարգացման մանկաբույժի։ Փորձենք այս հարցի միջոցով հասկանալ ով է այն մասնագետը, ում դուռը պետք է թակենք, երբ ունենք որոշակի կասկած։ Բոլորը համաձայն են։ Ես ուզում եմ ասեմ, ոչ միայն զարգացման մանկաբույժի, առաջներ դիմում են հոգեբույժների։ Կարող են եւ անմիջապես զարգացման մանկաբույժի են դիմում, տարբեր տեստեր կա, որ անում են իրենք, պետք է անեն եւ եթե խնդիր կա, խնդիրը վերհանեն։ Բայց մանկաբույժը ինչի անպայման հոգեբույժի, որովհետեւ երեխայի այդ զարգացման ոլորտները եւ խոսքը եւ բարգ ամեն ինչը մտնում է հոգեբույժական ոլորտի տակ, ասում անգլերեն mental են, ասում mental health, բայց ռուսերեն եւ հայերեն շատ ավելի կոպիտ է հոգեկան առողջությունակո ծնողները շատ հաճախ խուսափում են կամ եթե լսում են հոգեբուժանը խուսափում են, բայց հիմա ավելի դա նվազել է, որտեղ սկսել են հասկանալ, որ դա հոգեբուժի մոտ գնալը դա վախենալու չի, բայց հիմնականը հոգեբուժ եւ իհարկե զարգացման մանկաբույժ, այո։ Որոնք են առաջին նշանները, այն ազդակները, որ ծնողին պետք է հուշեն, որ կա որոշակի խնդիր եւ պետք է դիմել մասնագետի, եւ որոնք են ամենատարածված նշանները։ Ամենավաղ նշանն է, որ տեսնում եք, դա իհարկե աչքի կոնտակտն է, որը իհարկե ընդ երեխան արդեն 1 ամսական, 2 ամսական նա սկսում է ձեր հետ հաղորդակցվել, նայել, աչքերով նայում է, ձեր ձայները արտակում, դες հրավիրվում է երկխոսության փոքրիկը։ Առաջինը դա այդ աչքի կոնտակտն է, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Հատկապես 5-6 ամսականում երեխան պետք է փորձի կարողանա հասկանալ մամայի էմոցիան եւ փորձի կարծեք երկխոսության մեջ մնա էմոցիաներով, որովհետև այդպես անգամ փորձեր են արել, երբ որ մաման մտնում է, խոսում է, ժպտում է, երեխան ձայներ անժպ, մաման լուր դեմքով է նստում, երեխան փորձում է ընդգրկել մամային, չի ստացում, երեխան սկսում է լացել, բայց կարող է տարբեր պատճառներ լինեն, հատկապես այդ վաղ մանկական հասակում։ Դա կարող է լինել, երբ որ բերել են բժշկի սովորական այցելության ժամանակ, երբ երեխային փորձել են, երեխային գնահատել, երեխան շատ չի մտել կոնտակտի մեջ։ Միգուցե երեխան իրեն վատ ազգացել այդ ժամանակ, միգուցե ջերմություն է ունեցել։ Դրա համար այդ դեպքերում չի կարելի անմիջապես ասել, որ խնդիր է։ Պետք է աշխատել ընդհանրապես ծնողնա եւ կանչել ենթադրեք 1-2 շաբաթ հետո։ Այսինքն մեկ այցելությամբ չեն կարող վերջնական եզրակացություն։ Ուղղակի մենք տեսնում ենք նշանները, չէ, իհարկե ոչ։ Շարունակենք, հաջորդ հարցը հետեւյալն է. աուտիզմ ունեցող երեխաները կարող են արդյոք խոսել։ Բոլորը ասում են այո, բայց դա չի նշանակում բոլորը կխոսեն։ Մեծամասամբ խոսում են, բայց դեպքեր կան, լինում է, որ խոսքը զարգանում է եւ ծնողները շատ հաճախ դիմում են, ասում գիտեք ինչ խոսքը կար, 1.5-2 տարեկանում խոսքը կորցրեց երեխան, կամ սկսեց ռեգրես գնա, կորցնել խոսքը։ Բայց մեր խնդիրը, երբ որ մենք ասում ենք երեխայի խոսքը, կամ մենք աուտիզմի ժամանակ դա միայն խոսքը չի, մենք չենք ասում կոնկրետ խոսքը, հաղորդակցում, տարբեր տեսակի հաղորդակցում, որը այսպեսի մեծ պատնեշա չեն կարող հաղթարել։ Դա կարող է ժեստեր լինեն։ Մենք գիտենք մեր դեմքի միմիկան շատ բաների մասն ասում, աչքի կոնտակտը, նստելու ձևը, այսպես գիտենք, որ արդեն մեզ չեն լսում։ Նայած ինչպես են մարմնի լեզուն, այդ ամբողջը հաղորդակցում է եւ իհարկե խոսքը, գրավոր խոսքը, բանավոր խոսքը։ Աուտիզմի երեխաները նրանք ընդհանրապես չունեն դա, հաղորդակցում իրենք չունեն։ Դրա համար կարևոր է, որ սկսել հաղորդակցումը խոսքով է, ժեստով է, նկարով է։ Աուտիզմ ունեցող մարդն ամբողջ կյանքում պետք է մնա մասնագետների վերահսկողության տակ, ինչ է կարծում։ Կարծես թե մի փոքր կասկածով ու վերապահումով են վերաբերվում։ Տեսնենք ինչպիսին է մասնագիտական մոտեցումը։ Չէ, դա կախված է իհարկե աուտիզմի վիճակից է կախված, ծանրության աստիճանից է կախված, բայց ամեն դեպքում իրենք միշտ ունենում են վիճակներ լինում, որ իրենք չեն կարողանում անմիջապես որոշում ընդունել։ Առօրյա կյանքի սիտուացիաներից իրենք չեն կարողանում հասկանալ ինչ անել, որովհետև ամեն ինչը իրենք սկզբից մենք օգնում ենք սովորել, անգամ ուտելը, խմելը բաժակից, բայց մենք չենք կարողանում սովորեցնել բոլոր իրավիճակներում ինչպես իրենց պահել։ Մենք փորձում ենք ընդլայնել, մենք փորձում ենք մտնել երեխայի աշխարհը եւ սովորեցնենք իրեն, բայց սիտուացիաներ կա, իրավիճակներ որ չի, եւ ինքը կարող է լռվի եւ սկսի իր բարքը
հասկանում եք, իր ստերեոտիպ վար կկրկնի ինքը։ Կարող ենք այնուամենայնիվ ասել, որ նաև չափահաս կյանքում աուտիզմ ունեցող մարդուն պետք է ընտանիքի աջակցությունը, աջակցող անհատների ներկայությունը իր կյանքն ու կենցաղը ավելի հեշտ դարձնելու համար։ Իհարկե շատ չէ։ Նու նայած որտեղ եթե ունենք այդպիսի հնարավորություններ, որ կարող է մեկը իրենք առանձին ապրել, մեկը պարբերաբար զգետ երեխաներին, բայց կան դեպքեր, որ իհարկե կարող են լրիվ, եթե ասպերգեր են լրիվ ինքնուրույն, կարող են ինքնուրույն ապրել, բայց իհարկե պարբերաբար, իհարկե, բայց կան դեպքեր, որ անընդմեջ է պետք իրենց, հասկանում եք, գիշեր, ցերեկ մեկը պետք է լինի իրենց հետ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Զաքարյան ձեր ներկայության եւ մեկնաբանությունների համար։ Արդեն հասկացանք, որ աուտիզմը միատարր չէ, ունի աստիճաններ, դրսևորման տարբեր ձևեր, բայց նաեւ հասկացանք, որ խնդրի հաղթահարման ճանապարհին էական մի քանի գործոն կա։ Երբ է հայտնաբերվել խնդիրը, ինչ աստիճանի է, ինչպես են մասնագետներն աշխատել երեխայի հետ, որքանով է գործընթացին ներգրաված եղել ընտանիքը եւ այլն։ Իրավացի եք, եթե կարծում եք, որ հեշտ չէ, բայց պետք է իմանաք, որ վաղ հայտնաբերումը եւ վաղ միջամտությունը տալիս են դրական արդյունք։ Հավատում ենք, որ մեր հաջորդ հերոսն ու նրա պատմությունը կոգեշնչեն, պայքարի ուժ կտան նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Երեխայիս մասին այս տեսանյութում երեխայի դեմքը սկզբից մինչև վերջ երևալու է, քանի որ մենք չունենք երեխա, որին պետք է թաքցնենք հասարակությունից։ Թարիրյան ուրարտական թագուհու անունով 8 տարեկան այս աղջիկն ունի զարգացման առանձնահատկություն՝ աուտիզմ։ Վաղ հասակում աչքի ընկնող վարքային փոփոխություններն են դրդել ընտանիքին դիմել մանկաբուժին, որն էլ զննել եւ ուղղորդել է համապատասխան մասնագետների մոտ։ Սկզբում ախտորոշել են խոսքի հապաղում, աուտիստիկ սպեկտրի դրսևորմամբ, այնուհետև աուտիզմ։ Իսկ հետո սկսվել է երեխայի զարգացմանն ուղղված բազմամասնագիտական աջակցությունն ու թերապիաների շղթան։ Այստեղ աշխատում ենք Թայիրիայի զգայական ինտեգրացիա, այսինքն զգայական ազդակների մշակման կարգավորման ուղղության վրա, որի շնորհիվ լավացել է Թայիրիայի ինքնունությունը, ինքնասպասարկման հմտությունները եւ մտածողության հմտությունները։ Թայիրիան դարձել է ավելի ինքնուրույն, ավելի հեշտությամբ է կողմնորոշվում տարածության մեջ, կարողանում է պլանավորել, կառավարել իր գործողությունները։ Երեխայի հետ աշխատանքը հոգեբանական տեսանկյունից նպատակաուղղված է իր հոգեկան ֆունկցիաները զարգացնելու համար։ Այսինքն մենք այստեղ փորձում ենք զարգացնել ընկալումը, մտածողությունը, հիշողությունը, վերարտադրումը, առարկայական ճանաչողությունը, կոմունիկացիան ու առավել ավելի կարևոր է վարքային խնդիրների շտկումը։ Փորձում ենք համագործակցել ծնողների հետ, ներգրավել նրանց եւս իրականացվող աշխատանքների շուրջ, նաեւ համագործակցում ենք մյուս այլ մասնագետների հետ, որտեղ որ երեխան հաճախում է։ Մասնավոր եւ վճարովի թերապիաներից զատ Թարիրիայի ծնողները փնտրում եւ գտնում են աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված անվճար ծրագրեր։ Ներկայումս օգտվում են Փայտե-Ձի բարեգործական հասարակական կազմակերպության հիպոթերապիայի ծառայությունից, իսկ պետպատվերի շրջանակում էրգոթերապիստի եւ հոգեբանի ծառայությունից։ Միշտ մասնագետների հետ համագործակցում եմ, քանի որ այդ համագործակցության արդյունքում է, որ երեխայի մոտ կարող է փոփոխություն լինել։ Ես որպես ծնող փորձում եմ լսել, թե ինչ է ասում մասնագետը, ինչ խորհուրդներ է տալիս ինձ, որ կարող եմ նաև կիրառել տանը եւ իր աշխատանքի շարունակությունը ապահովել։ Նաև շատ կարևորում եմ, որպեսզի մասնագետը լսի ծնողին երեխայի անհատականության մասին, քանի որ աուտիզմ ունեցող երեխաները իրարից շատ են տարբերվում եւ նույն մեթոդը կարող է մյուսի մոտ չաշխատել։ Թարիրյան ունի հաղորդակցման դժվարություններ։ Անցանկալի վարքի պատճառը եղել է հաղորդակցման բացակայությունը։ Երեխան չի կարողացել արտահայտել իր մտքերը, ցանկությունները եւ չի հասկացել, թե իրենից ինչ են ակնկալում։ Անցանկալի վարքագծերն աստիճանաբար հետ են քաշվել, երբ լոգոպեդի առաջարկությամբ սկսել են կիրառել այլընտրանքային հաղորդակցման մեթոդը՝ Արմավ հավելվածը, որը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Արմավ շարունակական կրթության կենտրոնի համագործակցությամբ։ Երեխան սեղմում է իրեն անհրաժեշտ նկարների վրա եւ դրանք ձայն են արձակում։ Այդպիսով նա կարողանում է կազմել նախադասություններ եւ բարձրաձայնել իր ցանկություններն ու մտքերը։ Ես ուզում եմ խաղցեր, բանան, խնդրեմ, բրավո,
Այս մեթոդը հնարավորություն տվեց Թարիրյային ընդլայնել իր նախասիրությունների շրջանակը, ինչպես նաև բառապաշարը, որովհետև կա տարածված միֆ ծնողների եւ ցավոք սրտի դեռևս մասնագետների շրջանակում, որ եթե այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման մեթոդով է երեխան հաղորդակցվում, ապա դրանով մենք սահմանափակում ենք նրա խոսելու հնարավորությունը, սակայն որպես մասնագետ փաստում եմ, որ ոչ միայն Թարիրյան, այլև ունենք շատ երեխաներ, որոնք այս մեթոդով աշխատելուց ընդհակառակը խոսքի խթանմանն է նպաստել, նրանց հաղորդակցումն է խոսքային բարելավել եւ միանշանակ այս ամբողջ փաթեթը ազդեցություն է թողնում նրա կյանքի որակի վրա, ոչ միայն երեխայի, այլ նաեւ ընտանիքի։ Թարիրյան դպրոցական է, սովորում է 2-րդ դասարանում։ Մայրիկը նրա հետ հավասար մասնակցում է դասերին։ Ծնողների համոզմամբ ներառականությունը միայն երեխայի դպրոցին հարմարվելու մասին չէ։ Դպրոցը նույնպես պետք է հարմարվի երեխային։ Այս առումով դպրոցի հետ համագործակցությունը կարելի է համարել ստացված, քանի որ ուսուցիչներն ընդունել են Թարիրյայի այլընտրանքային հաղորդակցման մեթոդը։ Աղջիկը դժվարանում է գրել, ուսուցիչը թույլ է տալիս հավաքել տեքստը հավելվածի միջոցով ու այդպես ցույց տալ իր գիտելիքները։ Հիմնականում երկար չի կարողանում Թարիրյան նստել բոլոր առարկաների ընթացքում կամ կարող է դասի ընթացքում շեղվել, անհանգստություն ցուցաբերել։ Մեր ուսուցիչը այս առումով աջակցում է մեզ եւ թույլ է տալիս, որ օրինակ Թարիրյան վեր կենա եւ մի փոքր քայլի, որովհետեւ դա հանգստացնում է Թարիրյային եւ ինքը կարողանում է մի փոքր քայլելուց հետո վերադառնալ դասապրոցեսին։ Նաեւ մենք որոշ քննարկումներ ենք ունեցել մեր էրգոթերապիստի հետ, թե ինչ կարող ենք անել դասարանում, որպեսզի Թարիրյան այդ զգայական ինտեգրացիայի առումով դասարանում կարողանա ներառվել, այդ խորհուրդները փոխանցել եմ նաև դասղեկին եւ միասին այսպես համագործակցում ենք։ Տարաբնույթ թերապիաներից եւ անհատական պարապմունքներից զատ Թարիրյան ակտիվորեն մասնակցում է ստեղծագործական խմբակների՝ նկարչություն, կավագործություն, պար։ 8-ամյա աղջիկն արդեն հասցրել է ընկերների հետ ցուցահանդես ունենալ, իսկ այժմ մայրիկի հետ պատրաստվում են պարեկրկեսային ներկայացման։ Ծնողները գտել են կարևոր հավասարակշռությունը։ Մի կողմից ապահովում են անհրաժեշտ թերապիաները, մյուս կողմից տեղ թողնում մանկական ուրախությունների եւ հետաքրքրությունների համար, հնարավորություն տալով Թարիրյային սոցիալիզացվել եւ դառնալ հասարակության լիարժեք անդամ։ Հաջողության այս պատմությունը ապացուցում է վաղ հայտնաբերումը, ժամանակին արված մասնագիտական միջամտությունը, ընտանիքի շարունակական աջակցությունը երեխային եւ շրջապատի աջակցությունը ընտանիքին, այդ թվում առողջապահական, կրթական եւ սոցիալական ծառայությունների կողմից կարող են սարեր շուրջ տալ։ Բայց խոստովանեք, ամեն մարդ չէ, որ ունի երկաթե կամք կամ պողպատե համառություն։ Մանավանդ որ կյանքն ամեն քայլափոխի կարծես ստուգում է մեզ, կնահանջենք, թե կշարունակենք ճանապարհը։ Աուտիզմ ունեցող երեխաների եւ նրանց ծնողների համար այդ քննություններից մեկը կարող է ձգվել 12 տարի։ Այո, խոսելու ենք դպրոցի, կրթության, մարդկանց մասին։ Ծնողական ժողովին միացել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստող մեթոդիստ Ռուզաննա Մուրադյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր օգնությամբ ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն խնդիրները, այն մարտահրավերները, որ ի հայտ են գալիս, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ ու դպրոց։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը մեծ փորձություն է։ Այս երեխաները ունեն շփման եւ հաղորդակցման դժվարություններ, ինչպես նաեւ շատ են սիրում կայունությունը եւ դպրոց հաճախելով շատ դժվար են հարմարվում դպրոցական եւ դասարանական կանոններին։ Ցանկացած փոփոխություն դա կլինի առարկայի տեղաշարժ, դա կլինի հաջորդական գործողությունների փոփոխություն, այս երեխաների մոտ կարող է ունենալ շատ բուռն արձագանք։ Ոմանք կարող են վախենալ նույնիսկ սովորական մանկապարտեզի կամ դպրոցի մեզ համար սովորական թվացող աղմուկից։ Այս դեպքում երեխաները կարող են մեկուսանալ, փակել ականջները, կարող են ավելի բուռն արձագանքել, անդադ պտտվել, գոռալ։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ ունենում է անհանգստություն եւ վախ ուսուցիչը ինքը։ Քանի որ շատ ուսուցիչներ իրազեկված չեն եւ տեղյակ չեն ինչպես աշխատել աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ։ Քանի որ երեխան բուռն արձագանք է ցուցաբերում, ծնողները հաճախ կարող են ընկրկել, նահանջել եւ որոշում կայացնել, որ երեխան պետք է մնա տանը։ Արդյոք սա ճիշտ ճանապարհ է։
Միանշանակ ոչ։ Միանշանակ ոչ, քանի որ նախ մենք ունենք կրթության իրավունք բոլորի համար, որը ամրագրված է մեր օրենքով։ Եվ այս պարագայում ցանկացած ծնողի պարտականությունն է իր երեխային ընդգրկել դպրոցում։ Մյուս տեսակետից արդեն դպրոցի պարտականությունն է անել ամեն ինչ, կիրառել տարբեր մեթոդներ, միջոցներ, ուսուցիչներին տրամադրել վերապատրաստումներ, իրազեկման աշխատանքներ, որպեսզի կարողանան նրանք եւս պատշաճ կերպով աշխատել աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ։ Երբ որ ուսուցիչը չգիտի ինչ պետք է անի, նա խոճապի է մատնվում։ Ուսուցիչը փնտրում է օգնություն վերապատրաստման տեսքով, օգնություն աջակցող մասնագետների տեսքով։ Շատ կարևոր է, որ դպրոցի տնօրինությունը հետամուտ լինի պարբերաբար ուսուցիչների համար իրականացրի վերապատրաստման դասընթացներ տարբեր խնդրով երեխաների առանձնահատկությունների վերաբերյալ։ Շատ կարևոր է, որպեսզի ուսուցիչները ստանան նաև նեղ մասնագիտական աջակցություն լոգոպեդի կողմից, հոգեբանի, հատուկ մանկավարժի, վարքային թերապիստի կողմից, ինչպես աշխատեն այս երեխաների հետ։ Երբ ասում ենք ներառական կրթություն, հասկանում ենք նաև ներառական հասարակություն, ներառական միջավայր։ Եվ այս ողջ գործընթացի դերակատարները ոչ միայն մանկավարժները, հոգեբանները, ուսուցիչներն են, ու նրանց կողքին իհարկե աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխան եւ ընտանիքը, այլ միջավայրը, դասընկերներն ու նրանց ծնողները։ Ինչպիսին պետք է լինի հասարակության եւ կրթական համակարգում դասարանի ծնողների մոտեցումը, որպեսզի ներառական ուսուցումը չձախողի նաեւ նրանց պատճառով։ Հաճախ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխայի ծնողը խուսափում է երեխային դպրոց տանել, վախենում է, որ կարող է չընդունվել իր երեխան, որովհետև շատ դեպքերում մյուս ծնողները թյուր կարծրատիպերի պատճառով ունեն սխալ կարծիք այս երեխաների վերաբերյալ։ Նրանց թվում է, որ այս երեխաները խանգարում են դասապրոցեսը, չեն կարողանում սովորել։ Եվ այս պարագայում, այո, պարբերաբար պետք է նաև իրականացվի իրազեկման աշխատանքներ ծնողների հետ։ Այն ծնողները, ովքեր ունեն աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաներ, իրանք եւս պետք է օգնեն ուսուցչին եւ մյուս ծնողներին իրազեկվել, հասկանալ, որ իրենց երեխաները ունեն նույն իրավունքները, ինչպես որ մյուսները։ Կարևոր է կարծում եմ, որ նաև ծնողների սպասելիքներն ու իրականությունը համաչափ եւ իրար adekvat լինեն։ Որոնք են այն առավելագույն արդյունքները, որ տալիս է կրթությունը, կրթական համակարգը աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխային։ Սպասելիքները կարող են տարբեր լինել, կախված երեխայի առանձնահատկություններից։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի երեխան, երբ որ գնում է դպրոց, երեխայի համար կազմվում է անհատական ուսուցման պլան, որտեղ ամբողջ թիմով ուսուցիչների համատեղ քննարկումների, ծնողների եւ աջակցող մասնագետների կողմից սահմանվում են նպատակներ։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այդ նպատակները լինեն իրատեսական, լինել չափելի եւ իրոք ֆունկցիոնալ, որպեսզի պետք լինեն երեխային կյանքի ընթացքում որևէ հմտություն ձեռք բերելու համար։ Եվ կախված արդեն երեխայի կարողություններից ծնողները եւս պետք է պատկերացնեն ինչ սպասելիքներ ունեն տվյալ դասարանում գտնվելու ժամանակ, որովհետև շատ ծնողներ միգուցե առաջի դասարանում հենց սպասում են, որ երեխան կսկսի կարդալ, կսկսի գրել, կսկսի խոսել, բայց միգուցե մեծ աշխատանքի արդյունքում դեռևս չի հաջողվում հաղթահարել այդ նպատակները։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ, ճանաչել երեխայի առկա կատարողական մակարդակը եւ ճիշտ նպատակներ սահմանել։ Արդյունքին հասնելը պետք է լինի քայլ առ քայլ եւ փոքրիկ քայլերով։ Կարևոր է, որ ուսուցիչը մենակ չմնա։ Ուսուցչի կողքին լինեն աջակցող մասնագետները, լինեն տնօրինությունը, իրականացնեն տարբեր իրազեկման աշխատանքներ եւ օգնեն ուսուցիչներին իրենց դժվար աշխատանքում կարողանալ առաջ շարժվել։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր ծնողական ժողովում եք։ Ամենայն բարիք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի ծնողներ, այս թեման իրականում անսպառ է, շատ բան կա ասելու, քննարկելու, բայց մեզ հատկացված եթերաժամանակի սահմաններում այսքանն ենք կարող տեղավորել, որպես մեր զրույցի ամփոփում, եզրահանգում, ընդգծենք այն կարևոր մտքերը, որ այսօր տանում ենք մեզ հետ այս տաղավարից, որպես տեղեկատվություն, որպես նոր գիտելիք աուտիզմի մասին։ Ինչպես ես այստեղ հասկացա, այն բալիկները, ովքեր աուտիզմ ունեն,
իրենք եւս անհատականություններ են, ովքեր ունեն շատ տարբեր հետաքրքրություններ։ Իհարկե մեր մայրիկների պոզիտիվությունը եւս ինձ ոգեշնչում է, որ մեր հասարակությունը ժամանակի ընթացքում կլինի ավելի ըմբռնումով եւ ավելի տեղեկացված լինելով կիմանա թե ինչպես աուտիզմ ունեցող մարդու հետ պիտի շփվել եւ անել ամեն բան, որ իր կյանքը միգուցե այդ պահին իր հետ անցկացրած լինի ավելի պայծառ եւ ավելի լավ հիշողություններով։ Ես ավելի շատ կուզենայի անդրադառնալ կրթակավորորդին, վայրիկները պարտադիր պետք է հավաքործակցել ուսուցիչների հետ, տեղեկացրեք ձեր երեխայի ուժեղ կողմերը, նշեք նաև թույլ կողմերը, որպեսզի ուսուցիչները իմանան ինչի վրա հիմնվեն եւ որտեղ երեխայի ուժեղ կողմերը եւ ինչպես շարժվել, որ օգուտ տա երեխայի եւ չվնասեր։ Եվ շատ կարեւոր է նաև հավաքործակցությունը երեխաների, դասընկերների, ծնողների հետ, քանի որ բոլորը մասնագետներ չէ եւ չէ կարող ճիշտ իմանալ ինչպես շփվել, ինչպես արձակակել, ինչպես անդրադառնալ, դրա համար ավելի ճիշտ է դուք խոսեք, ներկայացնեք ծնողներին ինչն է խնդիրը եւ ինչպես վարվել ձեր երեխայի հետ, ինչպես շփվել։ Շնորհակալ եմ, Անի, խնդրեմ։ Այս բaragայում նաև պետք չէ մոռանալ ծնողի մասին։ Քանի որ երջանիկ երեխա դաստիարակելու համար առաջինը պետք է երջանիկ լինի ծնողը։ Քանի որ առանձնահատուկ երեխայի խնամքը շատ ժամանակատար է եւ ահռելի ժամանակ է պահանջում իր հետ զբաղվելու համար, հա, պետք է չմոռանալ աշխատանքի, հոբիների մասին եւ պետք է ունենալ միշտ էներգիայի աղբյուր, էներգիայով սնվելու համար, որպեսզի կարողանանք մեր երեխաներին օգնել։ Աուտիզմը դա ամբողջ կյանքի համար է, բայց դա դատավճիռ չէ։ Եվ այս երեխաները իրականում ծնվում են, որ մեր կյանքը ավելի գեղեցիկ սարքեն, ավելի ուրիշ արժե համակարգ ունենանք։ Ուզում եմ խոսքս ուղղեմ բոլոր ծնողներին, որ նրանք ամեն մի փոքրիկ հաջողություններով ուրախանան իրենց երեխաների եւ գտնեն իրենց առաքելությունը կյանքում, եւ սա աշխարհի վերջը չի, եթե դու ունես աուտիզմով երեխա, ընդհակառակը պետք է հասկանանք, որն է մեր առաքելությունը, գտնենք մեզ, աշխատենք եւ ավելի գեղեցիկ սարքենք մեր միջավայրը։ Ձեր թույլտվությամբ մի հաղորդագրություն էլ ես ունեմ։ Աուտիզմ ունեցող երեխաները չեն ցանկանում առանձնանալ աշխարհից։ Այդ աշխարհն է երբեմն խուսափում նրանցից, անհամբերությամբ, վախով, անտարբերությամբ։ Բայց աշխարհը փոխվում է ու կփոխվի ավելի արագ, երբ ընդունենք այս պարզ ճշմարտությունը։ Եթե անգամ աուտիզմ ունեցող երեխան չի նայում մեր աչքերի մեջ, դա չի նշանակում, որ նա մեզ չի տեսնում։ Նա պարզապես այլ կերպ է տեսնում աշխարհը։ Խոսքս ուղղում եմ աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին։ Մի մերժեք խնդիրը, ընդունեք եւ ուսումնասիրեք։ Փնտրեք մասնագիտական աջակցություն։ Կենտրոնացեք երեխայի ուժեղ կողմերի, տաղանդների եւ կարողությունների վրա։ Մի մեկուսացեք, ապրեք ակտիվ կյանքով, եղեք նախաձեռնող։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, որ այսօր ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ քննարկեցինք, արծարծեցինք այս կարևոր թեման, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։